մտավախություններ ունիք, որ հետ ցնցումային Հայաստանում ունենանք, որտեղ այդ թեզը կշրջանառվի։ Ոչ մի հիմք չկա։ Այդպիսի ցնցումներ լինում է, երբ որ հասարակությունը երկու հավասար մասի է բաժանում։ Հիմա կա անկախությունը սիրող, այս երկիրը սիրող, ընդգծված մեծամասնություն, եւ մի փոքր մաս, որը երազում է հին վայելքների մասին եւ ուզում է ժողովրդին խափի, տաքսիստը չի ճանաչում, քարոզ է տանում, ասում է անգեր, ինչ ես մտածում, այս ընտրությունները սրանցից կարանք բրձնենք, ապես։ Ասում են, բայց որ բրձնում ենք, որ ինչ անենք, ախպեր, դե մենք չենք կարող Ռուսաստանի ապրենք, գնանք Ռուսաստանի ոտները ընկնենք, օգնի մեզ, ախպեր Սամոն դրա համար էլ եկել է, մենք պետք է իրան քյոմա կանենք, ախպեր։ Սլովենիան կարա անկախ ապրի, Էստոնիան կարող է անկախ ապրի, վրացին կարա անկախ ապրի, բայց չգիտես ինչու հայը չի կարող անկախ ապրի։ Եկեք այս խոսույթի ու խոսույթը տարածողների հերն անիծենք ու հասկանանք, թե ինչ հեշտ է արդեն ունենալ անկախ պետություն։ Պետքա կոշտ լինել։ Մեր ժողովուրդը հունիսի 7-ին պետքա գնա երկրորդ անկախության հանրաքվեի մասնակցի։ Բարև ձեզ Արևելքի արտագով, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը, այսօր հյուրս Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Քեղամ Նազարյանն է, բարի եկած, պարոն Նազարյան։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Գիտեմ, որ թեկնածու չեք, առաջիկա խորհրդարանի մեջ ցավոք պիտի չլակ, ինչպես կդիտարկեք այսօր ընթացող ցանտաղորեն աշխուժացող քաղաքական դեղաշարժերը եւ ընդրարշավը, այսպես ասենք, ընդանուր։ Հարցնում եք ինչպես կգնահատեմ, 5 բալանոց համակարգով 1 կգնահատեմ, 10 բալանոց համակարգով 1 կգնահատեմ, 20 բալանոցով կրկին 1 կգնահատեմ, 1։ Ցավոք սրտի, այն ինչ որ մենք տեսնում ենք, դա ընդրարշավ չի, ընդրարշավի նախաընտրարշավային փուլ չի, այլ ցածր մակարդակի խաբեության փուլ ու ցավը այն է, որ գիտեք, ես շատ միամիտ մարդ եմ, մի քիչ լավատես, դա ինձ միշտ խանգարել է, ես մտածում եմ, դաժան պատերազմից հետո բոլորը իրենց հաշիվ կտան, ինչի էսպես եղավ, հարցումներ կունենանք, չէ, այսպես ինչ էլ չի կարելի անել, բայց տեսնում եմ, ոմանք լավ էլ հասնում են, չէ, ինչ անենք հիմա, զոհվեցին, հաշմանդամ դարձան, արցախցիները տեղահանվեցին, մենք շարունակենք մեր հին բարի մեթոդներով, գնալ առաջ, շատ ներողություն տուկի թել բաժանելով, մարդկանց խաբելով, շարունակել ու այսօր ես նայում եմ ու շատ եմ տխրում, այն ինչ են խոսում, ինչպես ինչ ատելություն սեփական երկրի ու պետության նկատմամբ, գիտեք, հայը ասում է, մենք հիմա խոսում ենք այս օրերին, երբ մենք հարգում, խոնարհվում ենք ցեղասպանության զոհերի հիշատակի առջև այդ մարդկանց մի կարգախոս պիտի ունենայինք, որը տենց էլ չգիտեմ, ունեցանք, չունեցանք, ընկալեցինք, չընկալեցինք, այլևս երբեք, այսինքն այլևս երբեք մենք չենք ցեղասպանվելու, բայց մենք ինչ արեցինք, որ այլևս երբեկը չլինի, ու հիմա ինչ ենք անում, որ այլևս երբեկը չլինի, Ռուսաստանից մարդ ենք բերում, հա, հայերեն վատ իմացող եւ 90-ականների ամենաբարդ փուլում հայրենիքից հեռացած մեկին բերում ենք, որ մեզ ընդրի, հա, մեզ չգիտեմ ինչ անի, լավ, բա մեր ինքնասիրությունը, բա այդպես ոնց կլինի, կամ Գագիկ Ծառուկյանին, լավ, ասենք, համոզեցին, խնդրեցին, խաբեցին, սխալ իրականություն ներկայացրին, ասին Ծառուկյան ջան, ժողովուրդը քեզ է սպասում, բայց լավ, Ծառուկյանը չի ասում, ժողովուրդ, ինձ ոնց կարա այդ ժողովուրդը սպասի։ Ախր ես այն մասն եմ, որը եղել այն հին Հայաստանում, որը դարձավ աղետի պատճառներից մեկը։
այս հարցերը ցավոք սրտի չեն տալիս, կորում գնում է, բայց կարևորը ես ու դու հիմա հուզվում ենք, մեր հայրենիքի համար մտածում ենք, նյարդայնանում ենք, տղերքին հիշում ենք, էլի գիշերը չենք քնում, բայց այն մարդիկ, որոնք եւ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին անդադար ասում են, ոնց հարցումները ցույց են տալի, ժողովուրդը գիշեր-ցերեկ ձեր Գալստյանն է սպասում, այդ տղեկը երջանիկ են, որովհետեւ իրենք այսպես թե այնպես ֆինանսապես շահում են, իրենք շատ մեծ գումարներ են դնելու իրենց գրպաններն ու բանկային հաշիվները եւ ընտրություններից հետո անկախ արդյունքներից նոր մեքենաներ եւ նոր բնակարաններ են գնելու։ Ես իրանց ճանաչում եմ, Գալուս Սահակյանին հիշելով ասեմ, ես իրենց մերկությունը տեսել եմ։ Ես գիտեմ իրենք ովքեր են։ Այ դրա համար էլ շատ վատ եմ գնահատում։ Լուրջ երկխոսության կամ քննարկման փոխարեն մեր ազգի պետության արժև ծառացած հարցերի մասին կարելի է նստել, ես փորձում եմ հանրայինի բանավեճերը նայեմ, բացի բորոցից ուրիշ բան չեմ գորալգա շատ, այո, բոռում են, ասելիք ունեք, ասեք, բայց ես անկեղծ ասած գիտեմ, որ հունիսի 7-ից հետո մի նոր իրավիճակ է Հայաստանում գալու, այդ ժամանակ արդեն կդրվի այն ավելի լուրջ Հայաստանի հիմքերը, վստահ եմ։ Մտավախություններ ունիք, որ հետ ցնցումային Հայաստան ունենանք, որտեղ այդ թեզը կշրջանառվի։ Ոչ մի հիմք չկա։ Այդպիսի ցնցումներ լինում է, երբ որ հասարակությունը երկու հավասար մասի է բաժանում։ Հիմա կա անկախությունը սիրող, այս երկիրը սիրող, ընդգծված մեծամասնություն եւ մի փոքր մաս, որը երազում է հին վայելքների մասին եւ ուզում է ժողովրդին խաբի նորից հին լավ օրերը հիշի, հա։ Իրենց համար հին լավ օրերը վերադառնան եւ երջանիկ վիճակում եւ մի բացատրում որ հանկարծ գան ասեն, բա մեզ ասում էիք Արցախն ենք հետ բերելու, մեզ ասում էիք տնտեսական կտրուկ աճ, մեզ ասում էիք աղքատության կտրուկ աճ, բան Նիկոլային օրը չդրեց երկիրը, որ մենք հիմա տեց մի անգամից կարողանանք այդ հարցերը, գնացեք։ Էս է լինելու, բայց այս չի լինելու, որովհետև իրենք չեն կարող գալ իշխանության, որովհետև այդ դուռը փակ է։ Ցավոք սրտի իրենք դա չեն հասկանում։ Եվ ժողովուրդն է փակողը, չէ, ձեր կարծիքով։ Ոչ, ավելի վերև ուժերն են փակողը, ավելի վերևում գտնվող ուժերն են փակողը, չեն կարա իրանք կան իշխանություն, ստով, ցինիկաբար, դուք նայում եք, ասենք, մի բան կա, դաշինքային ինչա, չգիտեմ ինչ են, իրենց այդ ցինիկ հայացքը, փողերի մեջ մեծացած, ժողովրդին արհամարող, ինչ ուզում են խոսան, աչքերը չեն խափում։ Ես խորհուրդ կտամ աչքերին ուշադիր նայել այդ մարդկանց այդ խոսողների։ Նայեք աչքերին եւ ամեն ինչ տեղը կնե ցինիկ էլի ժողովրդի վրա քմծի ծաղով ու այդ լա բարել օգտագործեցին, չէ, շուն ու շանգյալները։ Իրենք ժողովրդին շուն ու շանգյալ են համարում, իրենք sense բարձր ժեղ, բայց շատ ներողություն, գնացեք տեսեք իրենք որտեղ են ապրում, ինչ տներում են ապրում, ինչ տուն, ինչ պալատներում են ապրում։ Բա դրա համար էլ մեզ տենց են նայում, հիմա էլ ասում են, լավ սրանք ով են, որ իշխանություն ունենան։ Մենք պետք է իշխենք, սրանք է sense մեր մոտ ոնց որ հեծում էր, չէ, այն բարձր մի դաս կար, ստանում էին միլիոններով աշխատավարձ, գլխավոր ինժեները էլեկտրիկ ստանում էին կոպեկներ, լումաներ։ Էս է իրանց երազանքի երկիրը, ինչ մեզ խափենք լուրջ հիմա վերլուծություններ անենք։ Այս բոլորի զուգահեռ նաև մտավախություններ կան ուղղակի արտաքին միջամտությունները, ինչքանով կաշխատին այդ միջամտությունները, պարոն Նազարյան։ Արդեն աշխատում են այդ միջամտությունները, արտաքին միջամտությունը դա օտար երկրի անձնագիր ունեցող մարդու ակտիվ մասնակցությունն է։ Արտաքին ուժերի միջամտությունը դա նա է, երբ որ հարցնում ենք, ասում ենք դուք հիմա խաղաղության
համաձայնագրին կողմ եք թե չէ, խաղաղությանը կողմ եք թե չէ, իրենք ասում են մենք կողմ ենք երաշխավորված խաղաղությանը, այդ երաշխավորված բառը իրենց լեզվով նշանակում է ուրիշի թելադրանքով այլ պետության հաստատված ինչ-որ բան, որը կլինի խաղաղություն կամ խաղաղություն չլինի, բայց ասում են Հայաստանը իրավունք չունի ինքնուրույն որոշում կայացնելու, Հայաստանը չի կարող անկախ լինել, ուստի մենք պետք է մեկին խնդրենք ոտի տակ կանգնենք, եւ ցավոք սրտի, ես ձեզ ասեմ, գիտեք ես, այդ որ ասում եք արտաքին միջամտություն, այդ երկրի պաշտոնյաներին էլ պետք է հասկանալ, երբ որ ինչ-որ մարդիկ Հայաստանից գնում են ու անդադար ասում են, գիտեք, ժողովուրդը սպասում է, երբ պետք է մտնենք Ռուսաստան, Բելարուս միության մեջ, ժողովուրդը երազում է Ռուսաստանի կազմում լինելու մասին, մեզ մի քիչ փող տվեք, գնանք այդ հարցերը լուծենք, հայ իրանց մոտ այսպիսի բան կծե, դե եթե այսքան մարդ գալիս է, ուրեմն երևի այդ ժողովուրդը իրոք սպասում է, եկեք փորձենք այդ տղեկին աջակցենք, թեկուզ եւ բանավոր։ Խնդիրը մեր մեջ է, ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի կամ Եվրամիության, մեր մեջ է։ Հիմա ես եմ ձեզ հարց տալիս։ Աշխարհով անցած մարդ եք։ Դուք ինչ որ մի ազգի պետության ներկայացուցիչ տեսել եք, որ զրույցի ժամանակ կենցաղային կամ ոչ կենցաղային, ասի մեր երկիրը չի կարող անկախ ապրի, չէ, մենք չենք կարող անկախ ապրել։ Այդպիսի մի բացառված է։ Չկա, չէ, այդպիսի, կտանք սատկացնեն, չէ։ Բա մեր մոտ ինչի է այդքան շատ։ Ինչի։ Եկեք դրա մասին մտածենք։ Ոնց կարա էլի այդ քարոզը գնա, տաքսիստը չի ճանաչում, քարոզա տանում, ասում է անգեր, ինչ ես մտածում, այս ընտրություններին սրանցից կարանք բրձնենք, պես։ Ասում են, բայց որ բրձնում ենք, որ ինչ անենք, ախպեր, դե մենք չենք կարա Ռուսաստանի ապրենք, գնանք Ռուսաստանի ոտները ընկնենք, օգնի մեզ, ախպեր Սամոն դրա համար էլ եկել է, մենք պետք է իրան քյոմա կանենք, ախպեր։ Ասում եմ, այս խոսույթը կա։ Այ տաքսիստը 3-4 օր առաջ ինձ քարոզ էր անում։ Հասկանում եք, հետո երբ որ հասկացա, որ ոնց որ ազգային ժողովի մոտ եմ իջնում, ասի սիրտը չկանգնի, ասեց դու ստե ինչ ես աշխատում, ասի չստե չեմ աշխատում, Հունաստանի դեսպանությունում ասի, տնտեսվարն եմ, եկեք ասում ենք ընտրություններ ընտրաշավ ոնց ածում, եկեք այս տեսակի մասին մտածենք, ոնց կարա հայի մարդու մտքով անցնի, որ Հայաստան չի կարա անկախ ապրի, ասենք Սլովենիան կարա անկախ ապրի, Էստոնիան կարող է անկախ ապրի, Էստոնիան, Ռուսաստանի նման հզոր հարևան ունեցողը, Ֆինլանդիայի նման, կպած, ուղիղ սահման, վրացին, այդքան մեծ տարածքային կորուստներով կարա անկախ ապրի, բայց չգիտես ինչու հայը չի կարող անկախ ապրի։ Եկեք այս խոսույթի ու խոսույթը տարածողների հերն անիծենք ու հասկանանք, թե ինչ հեշտ է արդեն ունենալ անկախ պետություն, պետքա կոշտ լինել, այո, պետքա շատ կոշտ լինել։ Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ ժողովրդավարության խախտում է, եթե իմ պետության գոյությանն ուղված թեկուզ կենցաղային մակարդակի հայտարարություն է հնչում, մենք շատ կոշտ պետք է արձագանքենք։ Դուք մի հատ պատկերացրեք Թուրքիայում մեկը տաքսիստը ասի, չէ, մենք ով ենք որ անկախ պետություն ունենք, sense քրդական խնդիր ունենք, արաբական աշխարհը մեր հարևանը, վերևից Ռուսաստանը, ես Եվրամիությունն եմ, չէ, բան անենք, խնդրենք, մտնենք Հունաստանի կազմի մեջ, տենց խախանդ ապրենք, ախպեր բրծնենք։ Այդ Մյուս կողմը գիտեք, այսօր ինտիմության ամենահարգալիր հարգանքով լեցուն բնութագրումը թե Հայաստանի իշխանությունները թուրք-ադրբեջանյան դանթեմի թևերով պիտի վերարտադրվին։ Սա ինչպես կբացատրեք այսպիսի Ես բացատրեմ։ Իրենք հասկանում են, որ եթե Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունենա նորմալ մարդկային հարաբերություններ, իրենց հացը կտրվելու է։ Որովհետեւ իրենք
երկար ժամանակ ապրել են, աշխատել են այն բանով, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ ուտելու են, ոչնչացնելու են, դրա համար մենք չենք կարող մենակ դիմակայենք, մեզ պետք է մի հատ երկաթի ամուր վանդակ մեր գլխին հագցրած, որի ներսից մենք կարանք թուրքերն ու ադրբեջանցիներն եւ ասեն հայոյեք, բայց հենց ասեն մի հայոյեք, դե մենք չենք Սուս մնանք։ Հա, ոնց որ եղել է։ Հենց հիշացնում ես ոնց է եղել, հրահանգով հայրենասիրությունը սովետական միության ժամանակ նեղվում են։ Ասում են ոնց բան, այս ինչեր եք խոսում։ Բայց իրականությունը չասենք։ Ես անկեղծ հարցնում եմ, էլի, չասենք մեզ։ Ես ուզում եմ հարց տամ, բա որ այդքան տենց ինքնուրույն էիք։ Բա ցեղասպանության զոհերի հուշակոթողը ինչի սպասեցիք 65 թվին կառուցեցիք։ Հա 1935 թվականին կառուցեիք, 1925 թվին կառուցեիք, լավ, այդքան փող չունեիք, մի խաչքար տանեիք, դնեիք, ասեիք, ես էլ մեր զոհերի հիշատակին, բանեիք, այսինքն ձեզ չէին թողում, չէ՞ որ անեք։ Հրանք չկար, չէ, Չարենց չի կարելի կարդալ, չէիք կարդում։ Այ հիմա Չարենց կարդացեք, կարդում էիք։ Պարուս Սևակ մի ոտանավոր գրի ցեղասպանության մասին, ունդեղ սենց շեշտումներ կանես, Սևակը գրում էր, ասում են մի գրի, չէր գրում։ Հետո էլ գիտենք ինչ եղավ։ Խափենք, ասենք չէ տենց չի եղել, այդպես չի եղել։ Ես այս օրինակը, ես անկեղծ եմ ասում, մեր ժողովրդի մեջ մարդիկ, շատ մարդիկ չեն իմացել, որ ցեղասպանություն ա եղել։ Այն մարդիկ, որոնք գաղթականների սերունդներ չեն կամ գաղթականներ չեն եղել, այսինքն բնիկ արևելահայեր են, իրանք չեն իմացել, որ ցեղասպանություն ա եղել։ Իրանք անկեղծ եմ ասում, միջև այդ 60-ականների այդ շարժումը չեն իմացել, որ ցեղասպանություն ա եղել։ Ինչպես հայերը միջև արմենականների, հնչակների դաշնակցության ի հայտ գայլը չեն իմացել, որ մենք թագավորներ ենք ունեցել։ Ես երբ կարդում եմ այդ իրանց հիշողությունները, ասում եմ, մեր վրա ծիծաղում են, ասում են, մեր տերը քրդերն են, ինչ թագավոր, հայով է, որ թագավոր ունենա։ Հետո այդ իրավիճակից ընդամենը մենք 20 տարի անց հնարավորություն ունեինք, 15-20 տարի անց պետություն ունենալ, բայց այդ սերունդը ո՞նց ունենա։ Ինքը անդադ նայում է, ես Ռուբենի հիշողությունները կարդացել եմ, նկարագրում է, թե 1918 թվականի մայիսի 28-ին ինչ բանավեճ էր ծավալվել, երբ որ Վրաստանը, Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը, նույնիսկ այդ իրավիճակում իրենք չէին ուզում հռչակել, ասում են, բա Ռուսաստանը ինչ կասի։ Բա կնեղանան է մեզանից։ Դրա համար չհռչակեցին անկախությունը։ Այդ դրամապանությամբ։ Բա չեն հռչակել է։ 18 թվականի մայիսի 28-ին անկախությունը չի հռչակվել։ Այդ մասին մենք աշխատում ենք, դա չենք խոսում։ Ասում ենք ամոթ է։ Որոշում ենք կայացրել, որ այդ բյուրոն հայաբնակ շրջանների գերագույն իշխանությունն է։ Հայաստանը ինքնիշխանությունը անկախություն հռչակել է 1 տարի անց, 1919 թվականի մայիսի 28-ին։ Պատկերացնում ենք։ Բայց ինչ վատ մարդ եմ, չէ՞ որ ես այս մասին ասում եմ։ Չէ, իրականությունը պիտի ասվի միշտ եւ Ես հիմա եկեք ամոթա, չէ, չասենք, որ 200 տարի ակկոյունլու եւ կարակոյունլու ցեղերը այստեղ առաջնորդ են եղել։ Ասենք թե չասենք։ Չասենք, թող մենք պատմությունը չիմանա, դրա համար նորմալ չեն էլ կարողանում բանավիճել հարևան երկրների հետ, երբ որ շուտ լուրջ հարց կա, բայց պետք է իմանաս, որ կարողանաս բանավիճել, պետք է իմանաս, որ օրինակ հայերի տեղահանություն ա եղել 17-րդ դարի սկզբին, շատ մեծ, որից հետո տարածքը դատարկվել է եւ որտեղ բնակվել են մահմեդականներ, բայց չիմանանք, որ այդ մասին բարձրաձայնենք մեր հարևանների հետ բանավիճելուց, զրուցելուց,
կանգնում ենք, ասում ենք, չէ, մենք ծովից ծով Հայաստան ենք ունեցել, դուք եք քոչվոր եք։ Մենք ծովից ծով Հայաստան ենք, մենք դուք քոչվոր եք։ Լավ, այս մակարդակով լավ ամոթա, չէ։ Ունենալ այսքան հզոր, մեծ պատմություն ու չիմանալ քո պատմությունը։ Այդ պատմության մեջ եղել են շատ ոգևորիչ էջեր, բայց ունեցել ենք նաև ամոթալի էջեր։ Բա մենք չասենք, լավ, եկեք մի հատ ուսումնասիրենք։ Դպրոցում դպրոցական մակարդակով, բուհերում համալսարանական մակարդակով, թե ինչ եղավ մեզ հետ, որ 15, 16, 17 դարերում 18-րդ դարերում Դավիթ բեկի ապստամբությունը հանած մենք երբեք չապստամբեցինք մեզ իշխող օտարերկրյա ցեղերի դեմ։ Բա ինչ էր եղել։ Չիմանանք, չուսումնասիրենք, չասենք, թե ձևացնենք, թե այդպիսի բան չի եղել։ Այդ հարցեր են։ Ես օրինակ կուզեի այս ընտրություններում, ընտրարշավում այս մասին խոսեն։ Ես կուզեմ այն որ Նիկոլին մեղադրում են, ասում են, բան ես, թույլ քաղաքականություն ես վարում, թուրքերը ինչ ուզում են տալիս են, էս անում, ես ուղիղ իրանց ուզում եմ հարցնեմ, տղեկ, պատկերացրեք դուք եկաք իշխանության, հենց այս պահին, ինչ եք անելու։ Իրոք, Ադրբեջանին տարածքային պահանջ եք ներկայացնելու, թե չէ, ազնվորեն ասեք, առանց այսպես խոճուճ բառերի, այո կամ ոչ։ Թուրքիային ներկայացնելու եք տարածքային պահանջներ, այո կամ ոչ։ Չէ, ուզում են Թուրքիայի հետ լեզու գտնեն։ Չէ, բայց այդպես ոնց կլինի։ Մեծ հայքը տարածքներ ունի Թուրքիայում էլ, Ադրբեջանում էլ, Վրաստանում էլ, Իրանում էլ, նույնիսկ Սիրիայում եւ Իրաքում։ Ով մեծ հայքի։ Հիմա ոնց է կամ ձեր սկզբունքը ո՞րն է։ Բա ինչի մենակ Ադրբեջանի դեմ։ Ինչի, որովհետև ով է ձեզ այդ մասին ասում, որ մենակ բա եթե դուք սկզբունքային եք, չէ՞։ Եթե ձեր խնդիրը մեծ հայքի վերականգնումն է, ասեք, եթե ձեր խնդիրը ասում եք արցախցիներ պետք է վերադառնան։ Դուք արցախցիներին հարցրել եք, արցախցիներ դուք ուզում եք վերադառնաք եւ լինեք Ադրբեջանի քաղաքացի, ունենաք ադրբեջանական անձնագիր, ապրեք ադրբեջանական Սիրելի արցախցիներ, դուք ուզում եք, բա որ չեք հարցրել արցախցիներին, ինչ եք անդադ ասում, բանի իրավունքը, վերադարձի իրավունքը, այդ վտանգավոր խոսույթ է, շատ վտանգավոր։ Հա, ես էլ կուզեմ, որ արցախցիները մնային ապրեին այնտեղ, անկեղծ եմ ասում։ Բնականաբար, բոլորս կուզենք, հայ մգա որ չուզեր։ Ոչ, մենք լավ չենք ուզում։ Մենք դավաճաններ ենք, մենք ուրացողներ ենք, երբ որ դու ճշմարտություն ես խոսում, դառնում ես ուրացող, դավաճան, հայրենահանձնող, ոնց որ բանում Facebook-ում Միկին գրել էր, հա ես սրան լավ եմ ճանաչում, ինքը մասնակցում էր Տավուշի գյուղերի հանձնմանը։ Այդ գործողությունը։ Այդ գործողը ասում է ինքը դավաճանի մեկն, ասում եմ տիկի մի գյուղ գրեք Տավուշի մարզից, որ հանձնվել է Ադրբեջանին, բնականաբար չի գրում, ասում է մեկա դու դավաճան ուրացող ես, հետո այս մակարդակի քննարկումներ են։ Ես ինչ եմ ուզում, ասում եմ ժողովուրդ ջան, մենք ունենք խնդիրներ։ Այո, նենց չի որ խնդիր չուր։ Եկեք քննարկենք լուրջ։ Այս Երևանը ինչ ենք անում։ Այսքան sense խիտ կառուցապատումը ինչի է բերելու, եկեք քննարկենք։ Այլընտրանքային զարգացումը որն է լինելու, այ ընդդիմություն, որ դուք գալիս եք անտառային այդ հատվածի կոչվող շենքերը քանդելու եք վերականգնեք ծառերը։ Նորքի, Սարիթաղի այդ հատվածի շենքերը քանդելու եք, այդ անտառը վերականգնեք, թե չէ, անկեղծ ասեք, այո, թե ոչ։ Իշխանությանը հարցրեք, սենց շարունակելու եք անկանոն կառուցապ, այնքան թեմա կա կամ հարևանների հարաբերությունները։ Մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ Ադրբեջանի հետ, թե չէ, միակ բանը, որ տարբեր բան կանան, գիտեք, հուզական մակարդակի որ բերենք, ինձ տվեք Սլովակիայի հեռուստա ընկերությունները, հեռուստաալիքները, եւ ես կես ամսից 2 ամսի ժամանակ ունենամ ավստրիացիներից վախեցող, գերմանացիներին ատող, վախի մեջ ապրող մի ժողովուրդ։ Տվեք սարքեմ։ Բայց մենք ինչ ենք ուզում։ Ձեզ թվում է ավստրիացիներն ու
ռուսները սլովակներին քիչ են եղել։ Ես թիվ չեմ ուզում հրապարակեմ, դա մեր գործը չի, բայց խորհուրդ կտամ, եթե հետաքրքիր է, գնացեք, հաշվեք կամ կարդացեք լեհերն ու գերմանացիները, ֆրանսիացիներն ու անգլիացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները վերջին մինչև 1950 թվականը, վերջին 200 տարում քանի միլիոն մարդ են սպանել։ Գնացեք նայեք։ Բայց այդպես լինի կասեմ, հարա չեք ամաչում այ ֆրանսիացի։ Դուք ո՞նց եք այդ գերմանացիների հետ շփվում։ Մոռացել եք ինչ են արել։ Նույնը նրանց, մեզ էլ։ Ուրեմն ինչ որ մեկը չի ուզում, որ հարավային Կովկասը հանդարտ ու խաղաղ զարգացող լինի։ Ասում է, այ հայ, ասում է, դու նամուշ չունես, թասիբ չունես, արա տեսակ այդ ադրբեջանցիները ձեզ ինչ են արել։ Վրեժ չունեք։ Հենց ադրբեջանցիներն են ուզում հաշտվեն, ասում են, մոռացաք 30 տարի ձեզ ինչ էին անում։ Դուք անթասիբ չեք, հանկարծ չհաշտվեք դրանց հետ։ Վրացիները ուզում են հայերի ու ադրբեջանցիների հետ հաշտվեն, համացանցում սկսում են ակտիվորեն տեղադրել մեծ Վրաստանի քարտեզը, որտեղ Ադրբեջանի ու Հայաստանի ներկա պետությունների կեսը ընդգրկված է, ինչա որ վրացիներն ու հայերն ու ադրբեջանցիներն ու վրացիներն ու ադրբեջանցիները նույնիսկ սկսեն իրար ատել։ Իսկ երբ դու սկսում ես իրար ատել, հասնում ես մի կետի, որտեղ մի մեծ ձյաձյա կամ լավ տենց տղա գալիս է ու ձեզ հաշտեցնում է, բնականաբար իր շահերից ելնելով, կամ չի հաշտեցնում, ասում է կռվեք, հիմա կռվեք, հիմա հաշտվեք, հիմա կռվեք, հիմա հաշտվեք, մենք դա ենք ուզում, որը մեկը թող կանգնի, ասի ինձանից ավելի շատ հայրենասեր է, կամ ավելի շատ վիշտ ունի, քան ես, կամ իրանք ինձանից շատ են մտածում ցեղասպանության մասին, կամ չգիտեմ, չի կարելի այսպես ապրել։ Մեր ժողովուրդը հունիսի 7-ին պետքա գնա երկրորդ անկախության հանրաքվեի մասնակցի։ Ուզում է Հայաստանը լինի անկախ պետություն, իր հարևանների հետ նորմալ փոխհարաբերություններով, հեշտ չի։ 35 տարի չհարաբերվել, հետո սկսել, հեշտ չի։ Բզբզողներ միշտ էլ լինելու են, ինչպես Թուրքիայում, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ հեռու երկրներից, որտեղ ոչ բոլորն են ուզում, որ դու խաղաղ ապրես։ Մեզ ուրիշ ազգերը ավելի լավ են ճանաչում։ Մեր լավ ու ուժեղ կողմերը իրանք գիտեն, իրանք ասում են, այս հայերին որ թողենք խաղաղ ապրեն։ Իրանք մեր համար լուրջ մրցակից են լինելու։ Եկեք գնանք սրանց թույլ տեղը, ես գիտեմ, փողն է, մեկ է էմոցիան։ Եկեք փող տանք, էմոցիաները լարենք, փող էմոցիա եւ թող տենց քարշ կան էլի, ինչ ա եղել որ։ Մենք պետքա դա հասկանանք, թե չէ։ Մենք պետքա խոստովանենք։ Լավ, ինչ ա, մենք պետք է չէ, մենք ունենանք գիտակցություն, որ մեր սահմանը միջազգայինորեն ճանաչված սա է։ Ուզում ենք մենք, չենք, գիտեք, լիտվացիները չգիտեն իրենց սահմանների առավելագույնը որտեղ է հասել։ Լիտվան հասել է մինչև Սև ծով։ Լիտվան գրավել է Մոսկվան Լիտվայի մասն է եղել։ Բելարուսը ամբողջովին Լիտվայի մեջ է եղել։ Բա լիտվացիները խի չեն ասում։ Ավստրիացիները խի չեն ասում։ Իսպանացիները խի չեն ուզում վերականգնեն իրենց այդ մեծ կայսրությունը։ Բա լավ։ Եկեք մի հատ հասկանանք, մենք ով ենք, ինչ ենք ուզում։ Ուզում ենք պետություն ունենանք, այո, ուզում ենք պետություն ունենանք։ Սիրում ենք մեր երկիր, այո, սիրում ենք եւ շատերը սուսուփուս, գիտեք, ոչ բոլորն են, չէ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ կամ Facebook-ում ակտիվ։ Ժողովրդի 90%-ը ոչ Facebook-ում է ակտիվ, ոչ է հասարակական, քաղաքական կյանքում, բայց ինքը իր որոշումը կայացնում է լուր, ինքը բժիշկ է, բանկավարժ է, էլեկտրիկ է, հաց թուխ է, տաքսիստ է, իրենք սուսուփուս իրենց աշխատանքը անում են, շենացնում են այս երկիրը, ընտրության օրն գնալու են իրենց անկախության օգտին մեկ անգամ եւս քվեարկեն։ Բա չէ, բանը Մոսկվայից եկած գաստրոլյորներին են քվեարկելու։ Ես էլի հարցնում եմ,
Թող բոլորը Սամվել Կարապետյանին հարցնեն, որ այսքան շատ է իր Հայաստանը սիրում։ Այսքան ուշքդ գնում է Հայաստանի մասին։ Գործը թողել ես, եկել ես։ Բա 90-ականներին ինչի Արցախում ռազմի դաշտում չէր կամ գոնե մնայիր Հայաստանում մի բանով օգներ ես երկրին։ Չէ, ինքը ամենադժվար պահին գնաց Հայաստանից։ Ինքը ամենադժվար պահին Հայաստանից գնացել է։ Լավ, հետո Հայաստան ասма բիզնես եմ արել, ներդրում եմ արել։ Բա միլիարդատեր մարդը պիցցայանոցներ է բացում, փոքր միջին բիզնեսին խփելով։ Ասենք քանի մարդու հացից զրկեց պիցցայանոց բացելով։ Կարային այդ տեղի բիզնեսմենները ամեն մի քաղաքում, ամեն մի շրջանում, Երևանի ամեն, չգիտեմ, մի հատվածում մի պիցցայանոց բացեին։ Կլիներ իրենց բիզնեսը, բախ ինչի չթողեցիք։ Բա որ տենց հայրենասեր եք, Ռիո մոլում այդ վարձակալության գները ինչ գին, դա պետք է ծանոթ լինես, որ կարողանան քեզ տեղ տան, որ դու տեղ քո բիզնեսը անես։ Բա դու լինելով այդ մարդը ինչ հանդգնություն ունես, կամ հետի հետ կապված ես խայտարակություններ, եկել ես, հիմա էլ ասում եկել եմ բանը, Հայաստանը փրկելու ենք ասում։ Մենք ստանում ենք բան, ասում շատ վատ ժառանգություն ենք ստանում։ Այ ասում Նիկոլը ավերել է այս երկիրը։ 300,000 աշխատատեղ։ Հա, 300,000 աշխատատեղի տեղ չունի այս երկիրը։ Չունի այդ աշխատատեղերը, չգիտեմ, եթե կալուգայից մարդ եմ բերում, բայց ես իրա մասը չեմ ուզում խոսամ։ Ես վստահ եմ, որ եթե բանը իրավապահ համակարգը ճիշտ աշխատի, իրոք ուզենան կանխեն այդ փողաբաժանությունները, Սամվել Կարապետյանը կես տոկոս էլ ձայն չունի։ Այդ կարգի։ Իհարկե, բա եթե մարդը կես տոկոս ձայն ունենա, 14-15 տարեկան երեխեքին կխափեն, կտանեն իրանց ակցիային մասնակից կդարձնեն։ Չէ, թողես արծեն, բա եթե ունեք Երևանում Սամվել Կարապետյանը իրենց ներկայացրած փրկիչը եկել է միտինգ անելու։ Լավ, Երևանում 10,000 հոգի չգտնվեց գնա այդ միտինգի մասնակցի։ Ուրեմն դուք չկաք, գոյություն չունեք դուք։ Գիտեք, դարձյալ ընդդիմության, այսպես ասենք, ռադիկալ ընդդիմության խոսույթի մեջ անընդհատ առաջ կմղեն Արևելյան Ադրբեջան խոսույթը Ալիևի կողմէ Արևմտյան ներողություն, թե պիտի կան եւ պիտի բնակեցվի։ Եկեք, այս նման բան չկա, իրանք են խոսում, Այդ վտանգները կան իրոք։ Ոչ մի վտանգ չկա, հա, կան վտանգը, եթե այդ տեսակը մնա։ Գիտեք ինչ, եթե երկիրը բնակչություն չունի, արտագաղթում են, սիրում են Լոս Անջելեսը, Մոսկվան, չգիտեմ, Փարիզը, այս ժողովուրդը ստեղ չապրի կգնան, մի օր էլ վրացիները կգան ստեղ կապրեն, պարսիկները կգան կապրեն։ Վտանգը դա է, նենց չի էլի։ Ադրբեջանը խնդիր ունի բնակեցնելու Ֆիզուլին, Ջեբրայիլը։ Այսօր է խնդիր, դա լուրջ խնդիր է, նենց չի որ ադրբեջանցիների ուշքը գնան այդտեղ ապրեն։ Բա, չէ, գալիս են Հայաստան։ Հայաստանը անկախ պետություն է, այդ բան, բայց բանը գիտեք, եթե քաղաքական ուժի, որը լուրջ հավակնություն է ներկայացնում, մարդկանց ոնց ասեմ, մարդկանց խափելու միջոցով է ուզում դրել բանան նկարել տեսանյութ, ասма ժողովուրդ, ասма ադրբեջանցիներին արդեն թողում են, ստեղ ես էլ նայեք, ասма այս է կայքը, ադրբեջանցիներին թողում են Հայաստանում հող առնեն, դա նշանակում է 300,000 լավ չես ամաչում, իրոք չես ամաչում, ով ես դու էլի այդքանից հետո, ասենք չի կարելի, չէ, չի կարելի, ես հիմա չգիտ բան եմ դարել, ես չեմ ուզում այս թեմաների մասին խոսում, բայց այնքան տհաճ է, այնքան նողկալի է այդ բանը, դուք խնդիր ունեք, առաջարկ ունեք ժողովրդին, մի խափեք, ասեք գիտեք ժողովուրդ ջան, մենք ուզում էինք, որ մեր վարչապետը լինի, մեր վարչապետի թեկնածուն լինի Սամվել Կարապետյանը, բայց օրենքը թույլ չի տալիս, ինքը չի կարա լինի։ Պարզ խոսացեք, կամ ասեք, գիտեք, այդ մասին մենք գիտենք, բայց Վրաստանի օրինակով Իվանիշվիլիի նման հեղինակությամբ կլինի եւ այլն, կամ ասեք ժողովուրդ ջան, մենք թքած ունենք Հայաստան պետության շահերի վրա,
Եթե մեծամասնություն վերցնենք, այդպես էլ իհարկե հիմա ասում են, մենք անկախության հիմնաքարերից մեկը կվերացնենք եւ թույլ կտանք օտարերկրյա քաղաքացուն գա դառնա Հայաստանի ղեկավար։ Որից հետո մի օր էլ Մադագասկարից մի խապշիկ տղա կարող գա նույն հաջողությամբ դառնա Հայաստանի վարչապետ։ Ինչու ոչ։ Կարող նայել 600,000 աշխատատեղախոս ստանա։ Պարոն Նազարյան, այս մեր հասարակության համար շատ գուցե անսպասելի եմ, բայց Ռուսաստանի կողմէ ամեն ինչ կարելի է սպասել Փաշինյան-Պուտին հանդիպման նեանսներու վերաբերյալ ինչ մոդեցում էր այդ դնդեսական այսպես Պուտինի կողմէ մունետ գալը պետք չի այսպես շատ դրամատիկ ձևով ներկայացնել մենք ականատես եղանք մի որ հերթական անգամ ցավոք սրտի մեր որոշ հայրենակիցներ սուտ եւ սխալ տեղեկություններ էին մատակարարել մեր ռուս գործընկերներին ցավոք սրտի նրանք այնքան էին վստահել դրանց որ առանց ճշտելու նույնիսկ Պուտինին են ասել եւ նա մտածելով որ Հայաստանի օրենքներով Ռուսաստանի քաղաքացին կարող է մասնակցել ընտրություններին ասում է ինչ է տեսախցիկների առաջ ասում է մարդիկ կան որոնք Ռուսաստանի անձնագիր ունեն բայց իրեն թույլ չեք տալի մասնակցել քաղաքականությանը այսինքն դա ինչի մասին ավեկան ոչ թե հայ-ռուսական վատ հարաբերությունը չէ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են ի տխրություն որոշ գործիչներ որոնք երազում են որ Ռուսաստանը հա Պուտինը սխալ բան չի ասում եթե Եվրամիության անդամ դառնաք գազը կտանք ձեզ ոնց որ Եվրամիությանն ենք տալիս սխալ բան է ասում մարդը չէ ճիշտ է ասում չէ Բա ինչի դեղանք, ասում եմ եթե միանակ է, եթե, դրել բան են սարկում, ստեղ ավելի, ինձ համար ավելի մտահոգիչ է Սենտիմենտալ է այսի մեր արձականքը, մեր ասարը Պետք չի, մենք, գիտեք էլի են կողքից, են ով երազում էր, որ հետո արդեն սենց, հետո են օվերչուկներ, չէ, կարծեմ, մի հայտարարություն ինքը արեց, դա ձևախեղելով, ես նույնիսկ ռադիոյով լսում եմ լրատվամիջոցը ոնց է գտել ակնհայտ սուտ Օվերչուկը ասում է եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ թռիչքները Մոսկվայից Երևան չեն լինի որովհետև Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել բանի դեմ Ռուսաստանի դեմ այդ թռիչքները դրա համար չեն լինի ոչ թե ասում մենք կփակենք այդ թռիչքները ասում է Եվրամիությունը թույլ չի տա դուք թռնեք դեպի Մոսկվա Էլի նորմալ հայտարարություն, բայց ստեղ ձևախեղում են Ես ուզում եմ, որ Ռուսաստանի աչքերը բացվի տենա իրանց չակերտավոր ընկերներով ովքեր են, որոնք անդադար սուտ տեղեկություններ են ուղարկում Ռուսաստան այսաշեվ ու անդադար ինչ որտեղ թունավորում են Հա, իրաց երազանքն է, որ հանկարծ Ռուսաստանում մի դրամով կամ $10 բարձրացնեն գազի գինը։ Ասի ժողովուրդ, մենք սոված ենք կլներ, պետքա Նիկոլից պրծնենք, որ լավ է, չեք, ինչքան ոնց չեն հոգնում, էլի։ Պարոն Նազարյան ջան, դուք առաջիկային անհատական վերջին հարցս պիտի չլակ խորհրդարանի անդամ, ինչով պիտի սպասվեք։ Ինչով որ ուզեմ դրանով է կզբաղվեմ, հա։ Ինչ որ ծրագրեր Ես այն մարդն եմ, ես ասում եմ, ես Գեգամ Նազարյանն եմ։ Գեգամ Նազարյանը ինչով ուզի դրանով է կզբաղվի։ Գտնեմ այստեղ պետք է իմ երկրին ավելի շատ օգուտ տամ, այդտեղ կլինի։ Իհարկե ես պետք է իմանամ, որ ես կարող եմ այդ դիրքում օգուտ տամ, ոչ թե ինչ լավ է իմ համար, այսինչ ոնց որ այսօր առաջադրված տեխնացուներ կան այս կամ այս ընդդիմադիր ուժերում, ես իրենց բառերն եմ հիշում, որ ասենք ուրիշ այլ ընտրությունների հետ կապված երազում էին, որ հաղթեն կամ իրենց ուժը կամ դաշինքը կան խորհրդարան, ասում էին, չէ, հա, մենք հով բան չենք մտնելու պատգամավոր դառնանք, այդտեղ փող չկա, մենք կառավարություն ենք գնալու։ Հիմա ուզում եմ հարցնեմ, տղերք էլի գնում եք կառավարություն, փող բռնեք։ Թե ուր եք գնում։ Ամոթ է, ես ձեզ բոլորիդ ճանաչում եմ, քիչ խոսացեք, որ ես քիչ խոսամ։ Լավ։
անգեղծ զրույցեր, շնորհակալ եմ, պարոն Նազարյան, մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս նաև այսօր, նաև այլ առիթներով եղած է մեր հյուրը ազգային ժողովի պատգամավոր ազգային հասարակական գործիչ Գեգամ Նազարյանն է, նաև օրտորս ցեզի հետևեցեք մեր թողարկումներուն, դարազեցեք մեր տեսանյութերը, նաև մեկնաբանեցեք, որովհետեւ խտանեք անգախ մամուլի մեր գործունեությունը բարի նույնցես